Բարի լույս, սիրելիներ, պահքի ընթացքին նկատելի է, երբ մարդիկ անընդհատ ուշադրություն են դարձնում կերակուրին։ Թվում է, թե այդ պահքը սկսվում է կերակրով և վերջանում է կերակրով, այլ բանի մասին մտածելու առիթ չկա։ Երբեմն անգամ պատահմամբ կամ միջավայրը այնպիսին է, որ մի թեթև այդ կերակուրից ուտում ես, որից հրաժարվել ես, իբր ասելու համար, որ պահք ես պահում։ Եվ հետո ընկնում ես ինքնամեղադրանքի տակ, դու քեզ սկսում ես տանջել, ասելով, որ վերջ, ես պահքս խախտեցի եւ այլ եւ այլ։ Պահոց շրջանը հոգևոր բարձր արժեքների մասին մտածելու, խորելու եւ ապրելու շրջան։ Պահոց շրջանը, սիրելիներ, վիճակ է, որտեղ սկսում ես նոր հարաբերություն Աստծո հետ, թողնելով այս երկրայինը, նյութականը, փորձելով ավելի վերին բաների մասին մտածել։ Տեսեք, Պողոս Առաքյալը Կողոսացիներին ուղված իր նամակի մեջ ինչ է գրում. Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, փնտրեցեք վերինը, ուր Քրիստոս նստած է Աստծո աջ կողմը։ Վերին բաների մասին խորեցեք, եւ ոչ թե այն, որ այստեղ երկրի վրա է, քանզի մեռած եք, եւ ձեր կյանքը պահված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Իսկ երբ Քրիստոս ձեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով։ Ինչպիսի պատկամ։ Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, երկնային բաների մասին ավելի շատ մտածեք, ոչ թե երկրային բաների մասին։ Ուրեմն պահոց շրջանը մեզ տանում է Քրիստոսի հետ հարություն առնել։ Սիրելիներս, այո, կարևոր է սննդային պահքը նաև, որովհետև դա զուգընթաց է պահոց ընթացքի։ Բայց պահեք այնպես, որ չլինի, թե սննդային պահքը առավել կարևոր էր, քան վերին բաների մասին մտածել։ Պահեք այնպես, որ չլինի, թե նյութականի մասին մտածելը առավել կարևոր էր, քան վերին բաների մասին։ Իսկ ինչ է վերին բաները։ Վերին բաները իմ եւ Աստծո փոխհարաբերության մասին է։ Վերին բաները այն է, որ ինձ կտրում է այս աշխարհից, թողնում է երկուսի փոխհարաբերության մեջ միայն։ Վերին բանը այն է, որ ինձ տանում է, մոտեցնում է Աստծուն։ Եվ վերին բանը այն է, որ ինձ մաքրում է։ Իմ միտքը, իմ հոգին, իմ սիրտը ավելի լավն է դարձնում, ավելի խաղաղ է դարձնում։ Ուրեմն թող որ ձեր պահոց ընթացքը այս պատգամի համաձայն լինի։ Մտածեք ավելի շատ վերին բաների մասին։ Երկրային բաների մասին տարվա մյուս օրերն էլ այսպես թե այնպես մտածում ենք։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։